Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Նորընտիր խորհրդարանում շարունակվում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը, ով է առաջադրվել տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Արմավիրում սովամահության եզրին հայտնված 57-ամյա տղամարդուն տեղափոխել են Երևան, ինչը հայտնի նրա առողջական վիճակի մասին։ Մալիշկայում արդեն ավելի քան 10 օր է, բնակիչներին անհանգստացնում է գիշերային ժամերին հայտնվող դիմակավորված անձը, ինչ մանրամասներ է հայտնել համայնքի ղեկավարը։ Ստամբուլի հայկական դպրոցներում Հայաստանի քաղաքացիների երեխաների կրթությունը կարող է սահմանափակվել, ինչ հետևանքներ կարող է ունենալ այս որոշումը Ստամբուլի հայկական համայնքի վրա։ Մերձավոր Արևելքում ձևավորվում է անվտանգության համագործակցության նոր ձևաչափ, ինչ նշանակություն կարող է ունենալ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի համաձայնագիրը։ Հայաստանի նորընտիր ազգային ժողովում այսօր շարունակվում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը։ Այս պահին նիստում քննարկվում է տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Ուժեղ Հայաստան խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է պատգամավոր Դավիթ Ղազինյանի թեկնածությունը։ Ուղիղ միացմամբ հետևենք, թե ինչ է կատարվում խորհրդարանում։ Անվտանգության գոտիների խախտումները, եթե չեմ սխալվում, 10,000 և ավել են դեռևս շատ վաղուց, դա արդեն քաղաքական իշխանության խնդիրն է, դրա լուծումը ոնց տա։ Նախկին և ներկա հեծից եք խոսում, մեր գործընկերու գրածից եք խոսում, ժողովուրդ, ձեր չաթը հրապարակվեց, եթե չեմ սխալվում, ինչ-որ մեկն է ձեր չաթում ասում էր, լավ, այսքան ժամանակ լույս չունենք, տենակ կառավարիչը լույս ունի, թե չէ։ Հետո ջնջեցին այդ չաթից, հետո այդ մարդուն չգիտեմ ինչ արեցին, միգուցե հույս ունեմ ողջ առողջ է, բայց ամեն դեպքում էդ էլ խոսացեք։ 3 մարզ, ճշտեք կիմանաք կա այդ թեման, 3 մարզ ամբողջովին հոսանքազրկումը, դուք ստե գալի ասում եք հեծի ժամանակ ինչ-որ միտեղ հոսանքա գնացել, մեր ժամանակ։ Լուրջ չի, հիմա մի փոքրիկ օրինակ բերեմ, մեր համագյուղացի, այսպես գյուղի ժողովրդի համար ասեմ, հիմա պատկերացրեք, մեկը դուրս է գալի գյուղա մեջ ձեր մասին բան է ասում, գնում տենում ես առանձին կամ բոլորի մոտ ասում ես եղբայր էս սենց չի, սենց է, հարց ունենաս, արի խոսանք, հետո մեկ էլ լսում ես, որ հաջորդ օրն էլ է գնացել գյուղա մեջ էլի խոսացել, նորից ես ասում ես եղբայր էս սենց չի, սենց է, եթե ուզում ես արի բացատրեմ ճիշտը խոսես, հետո տենում ես 4-րդ, 5-րդ, հիմա թե գյուղա մեջ այդ մարդուն ինչ կանեին, այդ արդեն թողում եմ ձեզ, դուք երևի ավելի լավ պատկերացնեք։ Ուրեմն իրապա մարմինին հանձնելու հետ կապված մի դեպք կա իմիջիալոց ձեր մարզում, ուղղակի ազգանունը չտամ, եթե կարիք լինի կտամ։ Մոտավորապես 7-8 տարի, այսպես ասած, այս մարդուն հոսանք գողանալուց բռնում էինք, ուղարկում էինք քննչական, տանում էին գործային հարություն վրան, գնում էր դատարան, ասում էին բերեք փորձաքննության անկախ փորձագետի եզրակացություն, որ ինքը 501,000-ի հոսանք է գողացել։ Բայց արդեն կառավարության որոշման հիման վրա երևի մի 30-40 միլիոնի ակտ էր գրվել այդ մարդու վրա, հնարավոր չէր հոսանքը անջատել։ Ոչ մի փորձագիտական կենտրոն չտվեց այդ եզրակացությունը ուղիղ։ Էդ էլ այն հարցի պատասխանը, թե ինչի դուք չեք դիմել։ Հարյուրավոր մարդկանց, ես իմիջիայլոց ձեզ մի բան ասեմ, ձեր վարության անդամ գործընկերը չեմ անում, ինչ խնդիր ունի ձեր հետ, որ այսպիսի թույլ հարցեր է տվել ձեզ, որպեսզի թույլ հարցերին անդրադառնաք։ Ի պատիվ պարոն Սարիկ Մինասյանի, ասած ես չեմ ասում հավելագրում եք արել։ Ընդունում եմ, որովհետև մարդը աշխատել է, պատկերացրել է, որ իր ժամանակ էլ է եղել։ Ոնց գա ստեղ ասի, իմ ժամանակ հավելագրում ա եղել, բայց Ղազինյան Դավիթ, դու դրա մեջ փայուն էիր, ես ու Ռոմանոսը ներողություն եմ խնդրում, ես ու կառավարիչը չունեինք։ Չի կարա, չէ՞ մարդը գա ասի, դրա համար ասում եմ ի պատիվ իրեն։ Հաջորդը, Տիկին Բաղդասարյան, երբևէ ինդուլգենցիայի ակնկալիք չեմ ունեցել, ես հպարտանում եմ իմ ծնողով և ոչ միայն ես, երբևէ, ինչպես պարոն Քոչարյանն ասեց, սենց թենենց դատախազը գալու է ձեր հետևից, դե երևի քաղաքական թիմը ավելի լավ գիտի, ենթադրում եմ, որ ավելի լավ գիտի գալու է թե չէ, էդ էլ այսօրվա կառավարման պատկերն է,
Իմիջայլոց ակադեմիկոս լինելով, պարոն Արությունյան, լինելով նախարար, այդքան ժամանակ լինելով բում, լավ չեք պատկերացնում ակադեմիկոսի ընտրությունը։ Ակադեմիկոսը ընտրվում է 2 փուլով, 1 բաժանմունքում եւ այնուհետեւ բոլոր ակադեմիկները, եթե պատկերացնեք, ֆակուլտետի հետ չեք կապի։ Եվ երրորդը, հնչեց գնահատական վատ հետևանքների, այսինքն իրավաբանական դպրոցի վատ հետևանքները։ Արդյոք ձեզ հետ համաձայն են։ Ազգային ժողովից ուղիղ միացմանը կարող եք հետևել YouTube-ի մեր ալիքում։ Արմավիրի մարզից տարածված ահասարսուր տեսանյութը նախորդ օրվանից լայն քննարկման առիթ է դարձել համացանցում։ Կադրերում տարեցհայրն օգնություն է խնդրում իր 57-ամյա որդու համար, որը գետնին պառկած է ծայրահեղ հյուծված վիճակում։ Տղամարդը չի կարողանում շարժվել, նստել կամ խոսել։ Տեսանյութը հրապարակել է հանուն ձեր ապագայի ՀԿ-ի համահիմնադիր Արկադի Կիրակոսյանը։ Նրա խոսքով տեսանյութն իրեն ուղարկել էր քաղաքացին, ահազանգելով, որ Արմավիրում 2 տղամարդ ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում։ Կիրակոսյանը հաջորդ օրը մեկնել է Արմավիր, նրա ահազանգից հետո այնտեղ են գնացել նաև սոցիալական աշխատողները, կանչվել է շտապ օգնություն եւ 57-ամյա տղամարդուն տեղափոխել են Արմավիրի բժշկական կենտրոն։ Կիրակոսյանի փոխանցմամբ տղամարդուց անալիզներ են վերցրել, արձանագրել ջրազրկում եւ սովամահության վիճակ։ Նա սակայն պնդում է, որ հիվանդանոցում տղամարդուն երկար չեն պահել եւ առաջարկել են տեղափոխել խնամքի կենտրոն։ Ավելի ուշ 57-ամյա տղամարդուն տեղափոխել են Երևան, այժմ նա գտնվում է Քանաքեռ Զեյթուն բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Իսկ նրա տարեցհայրը Համլետը այս պահին անհետ կորած է։ Կիրակոսյանի խոսքով տղամարդը հրաժարվում էր խնամքի կենտրոն տեղափոխվել։ 57-ամյա տղամարդը մամերձ է, դե ապրելու շանսերը շատ չնչին է։ Պապիկը խնամքի կենտրոնում է, հիմա հասկանանք վաղը էլի կայցել ենք։ Արդեն ավելի քան 10 օր է անհանգիստ եւ լարված իրավիճակ է ստեղծվել նաեւ Վայոց ձորի մարզի Մալիշկա բնակավայրում։ Գյուղի բնակիչների խոսքով գիշերային ժամերին գյուղում հայտնվում է դիմակավորված անհայտ անձ, որը քարեր է նետում բնակելի տների ուղղությամբ, վնասում պատուհաններն ու դռները։ Ստեղծված իրավիճակը լրջորեն անհանգստացնում է Մալիշկա բնակավայրի բնակիչներին, իսկ թե իրավիճակի մասին ինչ է պատմել Մալիշկա բնակավայրի վարչական ղեկավար Գարիկ Նազարյանը, լսենք։ Մեզ ճիշտ ասած գյուղից փոխանցեցին, որ գետափում էլ այդ նույն մարդը նույն գործողություններն են։ Մենակ գետափում չէ, Վայքում, գետափում, Ագարակաձորում, մենակ Խիա Մալիշկայի անունները չգիտեմ։ Շատ բարի։ Կասկած կա ով է ընդհանրապես, տեղացի է թե չէ։ Չկա, որ իմանանք, այդ թանկը հետևենք, բռնենք, էլի։ Այդ նույն մարդը մեզ գետափից ասաց, որ ինձ գյուղում տատիկ է սպանել, դուք ինֆորմացիա ունեք։ Իհարկե, առաջ անգամ եմ լսում նման բան։ Չգիտեմ ում մասին է խոսքը։ Նորից եմ ասում, որ իմանանք ոնց եք մտածում, ոնց եք պատկերացնում, չգնանք չկարգավորենք։ ՀԱՊԿ անդամ պետությունները շարունակում են Հայաստանը դիտարկել որպես դաշնակից, չնայած կազմակերպության հետ Երևանի հարաբերությունների լարվածությանը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Հայաստանը կազմակերպության համար շարունակում է մնալ դաշնակից երկիր, իսկ նոյեմբերին Մոսկվայում կայանալիք գագաթնաժողովում կարող է քննարկվել նաև Հայաստանի ՀԱՊԿ մարմիններում քվեարկության իրավունքի հարցը։ ՀԱՊԿ-ի հարաբերություններից հետո տարածաշրջանային զարգացումներին անդրադարձել է նաև Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Նա մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը գրել է, որ Նախիջևանը կարող է ստանալ տարածաշրջանային կարևոր խաչմերուկի կարգավիճակ։ Աբրահամյանի գնահատմամբ այս գործընթացներում Հայաստանի տարածքային եւ ենթակառուցվածքային հնարավորությունները կարող են շրջանցվել։ Նա նաև քննադատել է Հայաստանի իշխանությանը, նշելով, որ խաղաղության խաչմերուկի գաղափարը իր կարծիքով հետին պլան է մղվել։ Աբրահամյանը պնդում է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում են Հայաստանի տարածքից առավելագույնը քամել։ Իդեպ Թուրքիայի կրթության նախարարության ստուգումներից հետո Ստամբուլի հայկական դպրոցներում Հայաստանի քաղաքացիների երեխաների կրթությունը կարող է սահմանափակվել։ Խոսքը այն ընտանիքների երեխաների մասին է, որոնք տարիներ շարունակ բնակվում են Թուրքիայում, սակայն Թուրքիայի քաղաքացիություն չունեն։ Մինչ այժմ այդ երեխաները հայկական դպրոցներում սովորել են հյուր աշակերտի կարգավիճակով, այսինքն այդ կարգավիճակով չեն կարողացել ստանալ ավարտական վկայական։ Ինչ հետևանքներ կարող է ունենալ այս որոշումը Ստամբուլի հայկական համայնքի վրա, ռեպորտաժում։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին այսուհետ կարգելվի կրթություն ստանալ Ստամբուլի հայկական դպրոցներում։ Թուրքիայի կրթության նախարարության տեսուչներն են այցելել հայկական դպրոցներ, ստուգումներ իրականացրել եւ հայտնել այս լուրը։ Պատկերացում չունիմ, թե ինչ նպատակով այսպես որոշումը կայացուցին, որովհետև արդեն մեր երկրի մեջ շատ երկար տարիներ հայաստանցի աշակերտները որևէ ուսման միջոց չունեին։ Մենք երկար տարիները ի վեր այս քաղաքի մեջ ունենք ոչ օրինական դպրոցը հայաստանցի աշակերտներուն ծառայելու համար։ Հրապտիկ վարժարան անունով դպրոցը հաստատված է, այդ դպրոցը իրականության մեջ բոլսահայ նախաձեռնությունը չէ, այլ հայաստանցիներու իրենց միջոցներով կարգավորած, կազմակերպած մեկ ուսման հաստատությունը։ Ստամբուլում գործում է 16 հայկական դպրոց, շուրջ 2600 աշակերտով։ Դրանցում կիրառվում է թուրքական կրթական ծրագիրը, սակայն դասերն անցկացվում են հայերեն, ուսուցանվում է հայոց լեզու ու գրականություն, նաև կրոնի, քրիստոնեության պատմություն, պատմում է Բագրատ Էստուկյանը։ Մինչև այժմ Հայաստանի քաղաքացիները հայկական դպրոցներում կարող էին սովորել հյուր աշակերտի կարգավիճակով, սակայն առանց ավարտական վկայական ստանալու իրավունքի։ Այս ամենը շուրջ 14 տարի։ Հնարավորությունից հատկապես օգտվում էին Թուրքիայում ժամանակավոր բնակվող հայաստանցիների երեխաները։ Հիմնական նպատակին զուգահեռ ուսման նախասիրություններ կունենան։ Եթե մարդ պիտի ուզե վերադառնալ Հայաստան, իր զավակը կուղարկե հայաստանյան թրությունով դասավանդող Հրանտինք վարժարան, որովհետեւ համակերպվի Հայաստանի գրթական ծրագրին։ Իսկ այն, որ այդպես կուզե թուրքիացի ըլլալ, Թուրքիո քաղաքացի դառնալ, անորոշ նախընտրելի է երթալ համայնքային վարժարան, որ Թուրքիո ճշտած ուսման ծրագիրը կգործադրվի։ Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի խոսքով հայկական դպրոցների գործունեությունն ընդհանուր առմամբ կարգավորվում է Լոզանի պայմանագրով, սակայն դրանց նկատմամբ գործում են նաև Թուրքիայի կողմից սահմանված վերահսկողական մեխանիզմներ։ Հայ համայնքը ունի կրթության մայրենի լեզվով կրթություն տալու իրավունք ըստ Լոզանի պայմանագրի, բայց միևնույն ժամանակ հայկական դպրոցներում գործում են Թուրքիայի Հանրապետության կողմից ներդրված որոշակի սահմանափակումներ, մասնավորապես դպրոցների տնօրենները լինում են հայազգի, բայց փոխտնօրենը անպայման լինում է թուրք, ենթադրական ներկայացնելով որոշակի վերահսկող կառույցներ եւ որպեսզի թույլ տա հայկական դպրոցներում որևէ այնպիսի զարգացում, որը ձեռնտու չէ Թուրքիայի Հանրապետությանը, ազգային ինքնության ավելի խորը ուսուցում։ Հայաստանից Թուրքիա տեղափոխված երեխաների կրթության հարցը հատկապես սրվել է 2000-ականներին, երբ ավելացել է այդ ընտանիքների թիվը։ Հրանտ Դինքի անվան դպրոցը, որտեղ երեխաները սովորում են հայկական ծրագրով, այդ խնդրի լուծման փորձերից մեկն է եղել, նշում է թուրքագետը։ Թուրքիայում ապրող հայաստանցի ուսուցիչները, ուսուցչուհիները մեծ մասամբ որոշակի տարրական գիտելիքներ են տվել երեխաներին, իսկ ավելի ուշ ավետարանական եկեղեցու ջանքերով եւ նրա շենքերից մեկում ձևավորվել է մի դպրոց, որը պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես հետո սկսեց անվանվել Հրանտ Դինքի անվան դպրոց, որտեղ ուրեմն հայաստանցի երեխաները կրթություն են ստանում եւ դպրոցը ճիշտ է շատ չեմ կարող ասել, որ լիովին կարգավիճակում էր, բայց այնուամենայնիվ հայտնի էր իշխանություններին, գաղտնի չէր, եւ այդ դպրոցում նաեւ Հայաստանից տարվող դասագրքերով էր ուսուցումը տեղի ունենում։ Թուրքագետը չի բացառում, որ նոր սահմանափակումը կարող է կապված լինել Թուրքիայի հայկական համայնքի կրթական գործընթացների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու քաղաքականության հետ, սակայն ուղղակի կապ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ չի տեսնում։ Թուրքական պետության վերահսկման քաղաքականությունը եկել է այն զանգման, որ Թուրքիայում բնակվող, ընդ որում երկար տարիներ բնակվող հայաստանցիները ուրեմն պետք է հնարավորություն ունենան տարբերակված կրթություն ստանալ եւ ուրեմն պետք է լինի այնպիսի ուղղորդումներ եւ այնպիսի դասագրքերով ուսուցում, որը չտարբերվի Թուրքիայի քաղաքացի հայերին տրվող
կրթությունից, որտեղ հայերի համար կարևոր խնդիրները, այդ թվում եւ հայերենական հարցը ներկայացված կլինի թուրքական պետության համար ցանկալի ձևակերպ։ Վերջնական է արդյոք որոշումը եւ հնարավոր է այն փոխվի։ ԱԿՕՍ-ի գլխավոր խմբագիր Բագրատ Էստուկյանը կարծում է, որ պատասխանը կախված է Թուրքիայում ձևավորվող հակազդեցությունից։ Չեմ գիտեմ որքանով վեճտական է, որովհետև այս երկրի մեջ կա որոշումներ հակազդեցություններով բախում, իսկույն յետքային գրնան են, գրնան չեղյալ համարվի, այդ տեսակի շատ օրինակներ տեսած ենք, հետո սա բանը չեմ գրնան, սա վեճնականն է։ Թուրքագետի գնահատմամբ Հայաստանի քաղաքացիների իրավական կարգավիճակը սակայն տարբերվում է Թուրքիայի քաղաքացիություն ունեցող հայերի կարգավիճակից, ինչն էլ կարող է դժվարացնել կրթության իրավունքի պաշտպանության իրավական մեխանիզմների կիրառումը։ Կրթության իրավունքը, որը իրավական մեխանիզմ է, հնարավորություն է տալիս ողոքարկել միայն Թուրքիայի Հանրապետության քաղաքացի հայերի պարագայում, որոնք, ինչպես ասած, միջազգային պայմանագրով, Լոզանի պայմանագրով ունեն այդ իրավունքը եւ եթե պետությունը ուրեմն միջամտում է հայ համայնքի կրթական խնդիրներին, հայ համայնքը ըստ պատահության կամ ըստ ցանկության իրավունք ունի բողոքարկել, բայց հայաստանցիների պարագայում մի փոքր այլ է, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Թուրքիայում գտնվում են, այդ մասամբ անօրինական կամ ոչ այդքան հստակ իրավական ուրեմն կարգավիճակով։ Հրյան Դինքի անվան դպրոցը տարիներ շարունակ գործել է որպես հայկական կրթության յուրօրինակ, բայց իրավական առումով չկարգավորված հարթակ, այսպես ասած, հայտնի գաղտնիք։ Դրա գոյության մասին տեղյակ է եղել Թուրքիայի իշխանությունը, իսկ Հայաստանի քաղաքացիների երեխաների կրթությունը փաստացի իրականացվել է առանց հստակ իրավական կարգավիճակի։ Հիմա, երբ հայկական դպրոցներում նրանց ընդունելությունը սահմանափակելու մասին տեղեկություններ են տարածվում, տարիներ շարունակ գործող այս չգրված պայմանավորվածությունը ցավոք կարող է այլևս չգործել։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի միջև կնքված համատեղ պաշտպանության համաձայնագիրը։ Նա նշել է, որ երեք երկրների այս քայլը վկայում է Մերձավոր Արևելքում ավելի մեծ համախմբվածության մասին եւ այն անվանել է համարձակ եւ կարեւոր։ Համաձայնագիրը երեք երկրները ստորագրել են օգոստոսի 7-ին։ Դրա համաձայն կողմերից որևէ մեկի վերազինված հարձակումը համարվում է հարձակում բոլոր երեքի դեմ։ Իսկ համագործակցությունը ներառելու է նաեւ հետախուզական տվյալների փոխանակում եւ տարածաշրջանային անվտանգության համակարգում։ Մինչ Մերձավոր Արևելքում քննարկվում է տարածաշրջանային անվտանգության նոր ձևաչափը, Գազայի եւ Արևմտյան ափի իրավիճակը շարունակում է մնալ միջազգային օրակարգում։ Ռոմի Պապ Լևոն 14-րդը կրկին կոչ է արել դադարեցնել պաղեստինցիների նկատմամբ բռնությունները Արևմտյան ափում։ Նա նաեւ միջազգային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել երկու պետությունների լուծումը առաջ մղելու եւ տարածաշրջանում կայուն ու արդար խաղաղություն հաստատելու համար։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Ես ամբողջ սրտով ասում եմ, մենք իսկապես հաղթեցինք այս պատերազմում, թե ռազմական, թե քաղաքական առումով հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Յուրաքանչյուր իրանցու կտրամադրվի $30,000 պարգև, եթե նա գերի վերցնի կամ սպանի ամերիկացի զինվորականի։ Նման հայտարարություն էլ արել է Իրանի բանակի հրամանատար գեներալ լեյտենանտ Ամիր Խաթամին։ Իրանում երկրի քաղաքացիներին կարգել են հարցազրույց տալ ամերիկյան կամ իսրայելական լրատվամիջոցներին։ Նման հարցազրույցի համար սպառնում է 6 ամսից մինչև 2 տարվա ազատազրկում։ Օրինագիծը դեռևս վերջնական չէ, լրացուցիչ քննարկումներ են սպասվում։ Այն պետք է հաստատի նաև Սահմանադրության պահապանների խորհուրդը։ Հորմուզի նեղուցով անցումը պետք է լինի ազատ եւ առանց որևէ վճարի, Ալ Ջազիրայի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Նա նշել է, որ նման մոտեցումն ավելի նպատակահարմար եւ գործնական կլինի, ինչպես նաեւ դրական ազդեցություն կունենա համաշխարհային նավագնացության եւ առևտրի վրա։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև Իսլամաբադի հուշագրով գործող 60-օրյա հրադադարի ժամկետը լրանում է այսօր, օգոստոսի 17-ին, սակայն Վաշինգտոնն ու Թեհրանը միջնորդներին տեղեկացրել են հրադադարի ժամկետը երկարաձգելու իրենց
իրենց համաձայնության մասին։ Օգոստոսի 16-ի գիշերն անօդաչու թռչող սարք է մտել Ռումինիայի օդային տարածք, որը հայտնաբերել է երկրի պաշտպանության նախարարության հսկողության համակարգը։ Անօդաչուն Ռումինիա է մտել Մոլդովայից։ Այդ պահին մարտական հերթապահության մեջ էր գտնվում Իսպանիայի ռազմաօդային ուժերի F-18 ինքնաթիռը, որը թույլտվություն է ստացել թիրախին հարվածելու եւ խոցել է անօդաչու սարքը։ Թե ում է պատկանում անօդաչուն չի նշվում։ Հաղորդվում է, որ օգոստոսի 16-ի գիշերը Ռուսաստանը հրթիռներով եւ անօդաչու սարքերով հարձակվել է Կիևի, ինչպես նաեւ Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի եւ Պոլտավայի մարզերի վրա։ Լիխտենշտեյնի իշխանական տունը փոփոխություններ է կատարել գահաժառանգության կանոններում, թույլ տալով կանանց ապագայում գահը զբաղեցնել տղամարդկանց հետ հավասարապես։ Լիխտենշտեյնի իշխանական տան հրապարակած մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ կին ժառանգներին տրվում են իշխանական օրենսդրության հարցերին մասնակցելու նույն իրավունքները, ինչ տղամարդ ժառանգներին։ 1989 թվականից Լիխտենշտեյնի իշխանն է Հանս Ադամ II։ 2004 թվականից ի վեր պաշտոնական պարտականությունների մեծ մասը կատարում է նրա ավագ որդին, թագաժառանգ Ալոիսը։ Կանոնների փոփոխությունը չի ազդի նրա ընտանիքի վրա, այն վերաբերում է միայն նրա ապագա սերունդներին, նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։ Կրետե կղզու Գորտինա քաղաքում գտնվող Ապոլոնի սրբավայրում պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են ավելի քան 450 մկան մնացորդ, որոնց ամենայն հավանականությամբ օգտագործել են ծիսական նպատակներով։ Դրանք հայտնաբերվել են մեր թվարկությունից առաջ 7-րդ դարին թվագրվող այսպես կոչված Սուրբ Պահեստարանում, Փոսում, սակայն մնացորդների ճշգրիտ տարիքը դեռևս պարզված չէ։ Հայտնաբերված մնացորդների լաբորատոր եւ ռադիոածխածնային վերլուծությունը թույլ կտա որոշել դրանց ճշգրիտ տարիքը։ Զարա Սարգսյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Եղանակի մասին։ Սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաեւ կարկուտ։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի 30-ից 32, իսկ երեկոյան 25-ից 27 աստիճան տաքություն։ Իդեպ տեղատարապ անձրևն ու ուժեղ քամին իրենց հետևանքներն են թողել Գյումրիում։ Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնը հազանգեր են ստացվել ջրալցված նկուղների եւ բակերի, կոտրված ծառերի ճյուղերի եւ թեքված էլեկտրացիան մասին։ Փրկարարները մի քանի հասցեներում ջրահեռացման աշխատանքներ են իրականացրել։ Նկուղներից եւ բակերից հեռացվել է մոտ 85 խորանարդ մետր ջուր, իսկ վնասված ծառերի ճյուղերը մասնատվել ու հեռացվել են։ Այս ժամի համար առանձնացրել ենք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC լուրերի գլխավոր թողարկումը ժամը 18-ին է, կհանդիպենք։